Բարև ձեզ։ Մեդիա կենտրոնում այսօր տեղի կունենա քննարկում ինչու է Հայաստանի ժողովրդավարությունը հետընթաց ապրում թեմայով։ Ներկայացնեմ մեր բանախոսներին Հասմիկ Հարությունյան իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ եւ Անդրանիկ Շիրինյան Հայաստանում Freedom House իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ։ Բարև ձեզ հարգելի բանախոսներ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես բրիտանական հեղինական War Economist Intelligence Unit հետազոտական կենտրոնի գնահատմամբ հայկական ժողովրդավարությունը հետընթաց է ապրում արդեն երկրորդ տարին անընդմեջ։ Հասմիկ, քննարկումը սկսենք ձեզանից, նախ կխնդրեմ ներկայացնեք։ Իհարկե, այստեղ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը եւս հրապարակել է Ազատություն աշխարհում 2025 տարեկան զեկույցը։ Եվ ներառվում է, որ ոչ ազատ երկրների ներողություն, ոչ ազատ երկրների ցանկում Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանն ու Իրանն են ընդգրկված, դժվարին պայքար իրավունքների համար վերտառությամբ զեկույցի համաձայն տարածաշրջանում միայն Հայաստանը եւ Վրաստանն են դասվում մասամբ ազատ երկրների շարքին։ Կխնդրեմ նախ ներկայացնեք ձեր կարծիքով ինչ գործոններ են նպաստել այս ցուցանիշներին, խնդրեմ։ Շնորհակալ եմ նախ թեմայի քննարկման, բարձրացման եւ հրավերի համար։ Իրապես շատ կարեւոր է, որովհետեւ մենք բավականին հետաքրքիր զարգացումներ ենք ունենում վերջին տարիներին այս հարցի շուրջ եւ տարբեր հարթակներից, տարբեր միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին ենք ականատես լինում, որ Հայաստանում կա բարեփոխումների լճացում եւ ընդհանուր առմամբ որպես այդպիսին 2018 թվականից սկսած պրոցեսների դանդաղեցում, նույնիսկ հետընթաց, ինչը բնականաբար ուղղակիորեն ազդեցություն է թողնելու ժողովրդավարության որակի եւ այդ աստիճանակարգման վրա, որը ձեր նշած կառույցների կողմից էլ իրականացվում է։ Democracy Index-ը ինքը բավականին վստահելի եւ լուրջ գնահատումների վերլուծությունների արդյունքում արված գնահատական է, որը 160-ից ավել երկրների վրա տարածվում է ըստ էության եւ յուրաքանչյուր տարվա կտրվածքով պարբերական գնահատումների արդյունքում կարողանում ենք ընդհանուր պատկերը տեսնել։ Իսկ ինչ ոլորտների եւ չափանիշների հիման վրա է այդ սանդղակը որպես այդպեսին ձևավորվում եւ երկրներին ինչպիսի գնահատականներ որ տրվում են ինչ ոլորտների եւ այդ չափանիշների հիման վրա է, կատարվում։ Ընդհանուր առմամբ ուշադրություն են դարձնում ընտրական պրոցեսներին եւ բազմակարծրությանը, պլուրալիզմին, կառավարության գործունեությանը, որը կարող ենք նաեւ որակել որպես կառավարման որակին եւ այստեղ շատ ուշադիր պիտի լինենք, որովհետեւ Հայաստանը հենց այս մասով է որ թերացումներ է ունեցել քաղաքական խնդրեմ ներկայացնեք թվային առումով հիմա այս 5 չափանիշները ներկայացնեմ եւ յուրաքանչյուրին Հայաստանի մասով մանրամասն կանանդառնանք քաղաքական մասնակցություն եւ քաղաքական մշակույթ ինձ թվում է բոլորս այստեղ կհամաձայնվենք որ ունենք լուրջ խնդիրներ եւ կարեւորներից մեկը քաղաքացիական ազատություններ քաղաքացիական իրավունքներ այս 5 բաղադրիչների հիման վրա է գնահատումը տեղի ունենում եւ եթե հիմա մենք նայենք այն թվային պատկերը որ ունենք նաեւ նախորդ 2023 թվականի հետ համեմատած իհարկե այստեղ դրական տենդենսը այն է որ Հայաստանի տեղը սանդղակում որպես այդպեսին բարելավել է բայց դա չի բարելավել իր միավորների հաշվին այլ ընդհանուր տենդենսների երկրների դիրքերի փոփոխության հաշվին որովհետեւ օբյեկտիվորեն պիտի նաեւ նշել որ աշխարհում ամբողջ աշխարհում կա ժողովրդավարության հետընթաց երկրները ապրում են ժողովրդավարեցման process-ների հետ կապված լուրջ խնդիրներ եւ նույնիսկ 2006-2007 թվականից սկսած եթե համեմատում ենք մեծացել է ավտորիտար ռեժիմների թիվը եւ նվազել է ժողովրդավար որպես այդպեսին համարվող երկրների թիվը հիմա Հայաստանի պարագայում մենք 10 միավորանոց սանդղակով է գնահատվում եւ կարող ենք տեսնել որ ամենացածր գնահատականը մենք ունեցել ենք հենց քաղաքական մշակույթի առնչությամբ երկրորդ տեղում է կառավարության գործունեությունը կառավարման մոդելը որպես այդպեսին որակը դրան հաջորդում է արդեն քաղաքացիական ազատությունները քաղաքական մասնակցություն եւ ընդհանուր ընտրական process Այստեղ ինձ թվում է բոլորս էլ կհամաձայնվենք, որ գոնե վերջին երկու ընտրական process-ների արդյունքում մենք կարողացել ենք այդ արդար թափանցիկ ընտրական գործընթացը ապահովել, բայց ժողովրդավարությունը միայն ընտրական գործընթացներով չէ պայմանավորված։ Ժողովրդավարություն չի հաստատվում միայն ընտրական արդար եւ թափանցիկ մասնակցային ընտրական process-ով։ Նման process-ով հիմք է դրվում, սկիզբն է դրվում ժողովրդավարության։ Հետագայում որպեսզի ժողովրդավարությունը հաստատվի ամուր
լուր լինի եւ ծառայի այն բոլոր նպատակներին, որը ըստ էության իր արժեք դնում է, շատ ավելի մեծ պահանջներ կան, որը օրինակ վերաբերում են նույն օրինակ քաղաքացիական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը, որի առնչությամբ մենք ցավոք սրտի արձանագրում ենք, որ տեղի է ունենում ընդհանուր տենդենսներ, որը տեղի է ունենում նույնիսկ մինչև 2018 թվականը անկախտելի իրավունքների ազատությունների պաշտպանության առումով եւ ավելի վատ մենք ականատես ենք լինում նույնիսկ մինչև այդ տեղի ունեցած որոշակի process-ների անպատժելիության, օրինակ մենք կարող ենք վերցնել հավաքների ազատություն, ոստիկանության բռնություններ, ես սրան կարող եմ գումարել նաեւ բավականին վտանգավոր եւ խնդրահարույց մի տենդենս, որին մենք ականատես ենք լինում վերջին շրջանում, դա խոսքի ազատությունն է եւ բնականաբար այս ամենը չի կարող չազդել այս ընդհանուր դիրքի եւ process-ների վրա, ինչի պատճառով Հայաստանը հայտնվել է վտանգավոր վիճակում, երբ գտնվում է ավտորիտար եւ ժողովրդավար երկրների արանքում եւ լինելով հիբրիդային, ըստ էության հակումը ավտորիտարի գնալու շատ ավելի մեծ է, հատկապես երբ որ դու ունես բարեփոխումների լճացում, հատկապես երբ որ process-ները տեղում դոփում են եւ որևէ առաջընթաց չկա, որովհետեւ սրանից հետո հակառակ տենդենսը շատ ավելի արագ եւ վտանգավոր կարող է տեղի ունենալ։ Շատ լավ, հետևանքների եւ նաեւ կարեւոր հասարակական իրադարձություններին դեռ կանդրադառնանք։ Անդրանիկ, կխնդրեմ դուք մեկնաբանեք Freedom House-ը եւս ինչպես նշեցինք, Ազատություն աշխարհում 2025-ի արդյունքներն է հրապարակել, Հայաստանը դասակարգվում է մասամբ ազատ երկրների շարքին։ Հետաքրքիր է, որոնք են այս դասակարգման հիմքում ընկածած ցուցանիշները, խնդրեմ։ Ես եւս շնորհակալ եմ հրավերի համար, ինչպես այն ինդեքսի դեպքում, որի մասին մյուս բանախոսը նշեց, մեր պարագայում եւս ցուցիչները, որոնք որ մենք ուսումնասիրում ենք, միանման են կարելի ասել։ Մենք դասակարգում ենք կոնկրետ այս զեկույցի շրջանակներում երկու հիմնական ուղղություններ, դրանք քաղաքական եւ քաղաքացիական ազատություններն են։ Եվ ընդ որում կոնկրետ այս զեկույցի մասին, եթե մենք խոսում ենք, մենք չենք ուսումնասիրում, թե ինչպիսի իրավական դաշտ կա երկրում կամ ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում, ինչ քայլեր է անում կառավարությունը իրավական առումով, այլ մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես են տվյալ երկրում կամ տարածքում ապրող մարդիկ վայելում իրենց ազատությունները եւ իրավունքները, այսինքն ինչ զգացողություններ ունեն մարդիկ, արդյոք իրենց համարում են ազատ եւ ժողովրդավար երկրում ապրող, որովհետեւ շատ հաճախ հնարավոր են որ լինեն իրավական դրական զարգացումներ, դրական փոփոխություններ, բայց դրանց կատարողականը, դրանց իմպլեմենտացիան հնարավորինս թերանա եւ Հայաստանի պարագայում մենք շատ հաճախ հենց նման դրսևորումներ էլ ունենում ենք, երբ որ կան բազմաթիվ դրական առաջխաղացումներ, բայց միևնույն ժամանակ դրանց իմպլեմենտացումը, դրանց կատարումը բավականին հետ է մնում։ Մենք եւս ուսումնասիրում ենք ընտրական process-ները, ուսումնասիրում ենք քաղաքական մասնակցությունը եւ բազմազանությունը, կառավարության գործունակությունը եւ ընդ որում այստեղ կարեւոր է նշել, որ երևի թե ուսումնասիրելով Հայաստանի այսպես ամբողջ հետընթացը կամ ժամանակագրությունը հիմնականում Հայաստանը չի զարգանում կամ թույլ առաջխաղացում է ունենում դատական համակարգին եւ հակակոռուպցիոն բարեփոխումներին վերաբերվող ոլորտներում։ Քաղաքացիական ազատությունների շրջանակներում մենք ուսումնասիրում ենք քաղաքացիների մասնակցությունը, մեդիայի ազատությունը, ուսումնասիրում ենք կանանց մասնակցությունը քաղաքական process-ներին, հավաքների ազատության իրավունքները։ Ընդ որում խոսվեց հավաքների ազատության մասին, երևի թե նախորդ տարվա ընթացքում սա ամենակարևոր իրադարձություններից էր, որ տեղի էր ունեցել Հայաստանում։ Նախորդ տարին Հայաստանում լի էր քաղաքացիական ազատությունների դրսևորման տարբեր ձևերով եւ հատկապես հավաքների ազատության հետ կապված բազմաթիվ դրսևորումներ եղան, որովհետեւ Տավուշի դեպքերից հետո, երբ որ 4 տարածքներ վերադարձվեցին Ադրբեջանին, դրանից հետո Հայաստանում սկսվեց այսպես շարժում դեմ այդ տարածքների հանձնմանը վերադարձին եւ դրա հետ կապված սկսեցին ցույցեր եւ կուլմինացիան կարելի ասել դա հունիսի իրադարձություններ էին, որ տեղի ունեցան ազգային ժողովի առաջ։ Այստեղ մենք ուսումնասիրել ենք, թե ինչքանով է ոստիկանությունը կարողացել պատշաճ կերպով արձագանքել հավաքների ազատության իրավունքի ապահովմանը եւ այս իրադարձությունները կարելի ասել, որ բացասական հետևանքներ ունեցել Հայաստանում ազատությունների ապահովման վրա, որովհետեւ մենք ուսումնասիրում ենք, թե Հայաստանում իրավապաշտպան կազմակերպությունների մեդիան ինչպես է հաղորդում այս դեպքերի մասին եւ այստեղ շատ հաճախ խոսում էր նրա մասին, որ
նաև Հայաստանում իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդմամբ օգտագործվեցին նռնակներ, որոնք կարծես թե երբեք Հայաստանում չէին կիրառվել մինչև 2024 թվականի դեպքերը։ Մոտավորապես 100 լրագրողներ վնասվածքներ են ստացել այդ դեպքերի ժամանակ, եթե չեմ սխալվում։ Սրանք իրադարձություններ են, որոնք մեծապես ազդել են Հայաստանում եւ հավաքների ազատության վրա եւ մեդիա ազատության վրա, որովհետեւ լրագրողների պաշտպանությունը դա ցանկացած պետության կարևորագույն գործառույթներից է։ Մենք Հայաստանի հետ կապված մեր զեկույցում այս տարվա ընթացքում, նախորդ տարվա ընթացքում որևէ փոփոխություններ չենք արձանագրել։ Մեր զեկույցում միավորների հետ կապված փոփոխություններ արձանագրվում են միայն այն դեպքում, երբ տեղի են ունենում երկրում մեծամասշտաբ իրադարձություններ կամ այն գնահատականը, որ մենք երկրին տվել ենք, չի արտացոլում երկրում տեղի ունեցած փոփոխությունները։ Դուք ձեր խոսքում նաև նշեցիք, որ հետաքրքրում է թե քաղաքացիները ինչպես են, ընկալում։ Դրանից կարող է ենթադրենք, որ վստահությունը նաև ժողովրդավարության առումով, կառավարության նկատմամբ գործողությունների դուք նշեցիք, որ նաև իմպլեմենտացիայի առումով, խնդիր կա։ Այս առնչությամբ կա գնահատական թե ինչպես են քաղաքացիները այո, վստահությունը քաղաքացիների կամ ընդհանուր առմամբ որոշակի ուսումնասիրություն լինում է։ Գնահատականները մենք կազմվում ենք հիմնվելով Հայաստանում գտնվող տարբեր հետազոտողների տեսակետների հիման վրա։ Դրան մասնակցում են նաև տարբեր իրավապաշտպաններ, տարբեր ակադեմիկներ Հայաստանում եւ Հայաստանից դուրս եւ ամեն երկրի մասով հետազոտությունները հենց այդպես են տեղի ունենում։ Մենք մեր հետազոտությունները անելիս հիմնվում ենք նորից իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդումների, մեդիա հաղորդումների եւ տեղում ապրող հետազոտողների, ակադեմիկների կարծիքների վրա եւ սրա միջոցով ձևավորվում են արդեն գնահատականները։ Ինչպես մյուս բանախոսը նշեց, Հայաստանում կա ժողովրդավարական համակարգի լճացում։ Մեր մոտ ժողովրդավարական բարեփոխումները կամ այն բարեփոխումները, որ իշխանությունները մինչև իշխանություն գալը խոսում էին այդ բարեփոխումների մասին, կարծես թե սրանում որևէ առաջխաղացում վերջին 2-3 տարիների ընթացքում կամ կարելի ավելի լայն եւ երկար ժամանակահատված ընտրել, դա պատերազմից հետո 2020 թվականի պատերազմից հետո կարծես թե այս բարեփոխումները մտել են ստագնացիայի փուլ եւ ելի խոսվեց նրա մասին, որ Հայաստանը այս պահին գտնվում է շատ վտանգավոր իրավիճակում, որովհետեւ ելի ըստ մեր ուսումնասիրությունների այն երկրները, որոնք որ հայտնվում են այս գոտում հիբրիդային ռեժիմում եւ բարեփոխումները մեծ դեմք չեն ստանում, իրենք այն վտանգի ռեժիմում են գտնվում, որ կարող է կամ երկար ժամանակ մնան այս գոտում, երկար ժամանակ որևէ բարեփոխումներ չլինեն, կամ հեշտությամբ հետընթաց ապրեն դեպի ավտորիտար ռեժիմ։ Շնորհակալություն, Հասմիկ, ինչպես եք գնահատում ջանքերը, այն նշում եք, բարեփոխումները լճացման փուլում են։ Արդյոք որևէ ջանք այդուհանդերձ իշխանությունների կողմից տարվում է այդ իրավիճակից դուրս գալու համար, դուք ինչպես եք գնահատում դա եւ երկրորդը հասարակական քաղաքական իրադարձությունների մասին խոսեցինք, որոնք նպաստել են, որոնք տեղի են ունեցել 2024 թվականին։ Ինչպես եք գնահատում Հայաստանի կառավարության արձագանքը, արդյոք ի վերջո հանրային այսպես քննարկում տեղի ունեցավ այդ առնչությամբ, խնդրեմ։ Հարցի վերջից սկսելով եկեք միանգամից արձագանքի մասին խոսելով ամենակարևոր դրվագին գործընկերը անդրադարձավ, ես նույնպես դրա մասին պիտի խոսեմ, ցավոք սրտի, որովհետև դրանք իրադարձություններ են, որոնք ուղղակիորեն ազդում են ընդհանուր պատկերի վրա, եթե նույնիսկ մեկ օրվա պատկերը ամբողջ տարվա կտրվածքով խախտումները այնպեսին կարող են լինել, որ ամբողջ պատկերի վրա ազդեն։ Ինչպիսի արձագանք եղավ Հայաստան պետության վարչապետի եւ ազգային ժողովի խոսնակի կողմից, եթե չեմ սխալվում, ուղղակիորեն զուգահեռ process-ում ինչ էր կատարվում Բաղրամյան փողոցում, Բաղրամյան պողոտայում եւ ինչպես արդարացվեց դեռ քննություն չիրականացված, դեռ չսկսված, դեռ համաչափություն չուսումնասիրված, կարևորագույն օղակների կողմից կարծես թե թույլտվություն տրվեց, որ ոստիկանությունը նմանատիպ վարքագիծ շարունակի, հետագա դեպքերում նույնպես եւ այդ դրվագը արդեն կարծես թե ամենաբարձր մակարդակով էլ արդարացվեց, ես էլի եմ կրկնում, նույնիսկ երբ քննություն որպես այդպեսին դեռ չէր սկսվել։ Հիմա ինչպես կարող ենք մենք պատշաճ արձագանքի մասին խոսել,
արդյունավետ քննության կամ ակնկալել, որ որևէ մեկը պատասխանատվության կենթարկվի, ընդ որում ես պիտի նաև ցավալիորեն նշեմ, որ ի տարբերություն նախկինում նմանատիպ իրավիճակների, երբ որ մենք փորձում ենք հարցումների միջոցով հասկանալ, թե ինչ տեսակներ են, միջոցներ են կիրառվել, ինչ նպատակարարությամբ, մենք նույնիսկ բավարար պատասխաններ մեր հարցումներին չենք ստացել եւ ստիպված ենք եղել դատական ճանապարհով, լավ է գոնե նման ճանապարհով մենք ստացել ենք։ Նաև մի կարևոր հանգամանք կա, որ նշվեց, բայց ես նույնպես ուզում եմ անդրադառնալ դրան, որ վստահության առումով ոչ միայն Հայաստանում, այլ բոլոր երկրներում այս Democracy Index-ի գնահատման պարագայում էլ արձանագրվում է, որ հասարակություններում կառավարությունների նկատմամբ վստահությունը նվազել է։ Չկա ընկալում, որ արդարացի process-ներ են, որ հավասար process-ներ են, կա ընկալում, որ կա որոշակի շահերի պաշտպանություն կառավարությունների կողմից եւ այն հավասար մոտեցումը, որին պիտի ուղղված լինի, ժողովրդավար արդյունավետ կառավարումը, որպես այդպեսին չկա եւ ավելի վատ դա չափվում է նաեւ նրանով, որ ներկայացուցչական ժողովրդավարությունը որպես այդպեսին հետընթաց է ապրում եւ ավելի մեծ տեղ է գտնում պոպուլիզմը եւ կեղծ process-ները, որոնք արտահայտվում են կեղծ օրակարգերով եւ բացասաբար են ազդում կառավարման որակի վրա, ինչ ցավոք սրտի ականատես ենք լինում մենք նաեւ Հայաստանում եւ պատահական չի, որ գնահատումները հենց դրա մասին էլ խոսում են։ Հիմա գործողությունների մասով արդյոք ջանք գործադրվում է, չի գործադրվում։ Տեսեք, մենք պարբերական կտրվածքով ականատես ենք լինում տարբեր օրենսդրական process-ների։ Եթե վերցնենք տարբեր ոլորտներ, ամենակարևորները նշվեց հակակոռուպցիոն դատական եւ իրավական, կարծես թե սեղանի վրա, թղթի վրա կան ամրագրված այդ ռազմավարությունները, ծրագրերը, որոնք նախատեսում են նաեւ գործողությունների պլան որպես այդպեսին, բայց պրակտիկայում ինչքանով է այդ ամեն ինչը արդյունավետորեն իրականացվում, կյանքի կոչվում, ինչքանով են մեր առջև դրված նպատակները որպես այդպիսին կյանքի կոչվում, խնդրահարույց է, որովհետև փաստացի մենք ունենք իրավիճակ, երբ 23-24 թվականի ընթացքում անհամաչափորեն կարգապահական պատասխանատվության վարույթների միջոցով դատավորների լիազորություններ են դադարեցվել, շատ խնդրահարույց process-ներով, որի առնչությամբ մենք ունենք նաև մի էդ արդեն որոշումներ, ականատես ենք եղել տարբեր process-ների, որոնք ոչ թե միտված են եղել դատական իշխանության եւ դատավորների անկախության երաշխավորման եւ կամ բարձրացման այլ հակառակը լրացուցիչ ճնշումներ, զսպման միջոցներ են ստեղծել եւ որպես այդպեսին քաղաքացին իր մաշկի վրա չի զգացել եւ չունի վստահություն, որ դատական համակարգը արդյունավետ է գործում, դատական իշխանությունը անկախ է եւ կարող է իր խնդիրներին, իր հայցին արդյունավետ կերպով ծառայել։ Նույնը հակակոռուպցիոն ոլորտին է առնչվում, տեսեք, եւ կապելով իրար դատական եւ հակակոռուպցիոնը, նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը, որը պիտի միտված լիներ այդ բոլոր ռիսկերի նվազեցմանը եւ ստեղծումը ինքնին պիտի լուրջ երաշխիք դառնար ազդակ, որ process-ները արդյունավետ են լինելու, մենք տեսանք, որ բացասական բարեվարկությամբ տեխնացուները տեղ են գտնում հակակոռուպցիոն դատարանում։ Տեխնացուներ, ովքեր մոտ են, լոյալ են իշխանությանը, տեղ են գտնում այդ ցուցակներում, ցանկում, պաշտոն են ստանում եւ հետեւաբար ինչպես կարող ենք մենք ակնկալել, որ այդ process-ները իսկապես ծառայում են իրենց առջև դրված նպատակներին, որևէ արդյունք պիտի տան։ Այստեղ դուք իհարկե կառավարման, եթե լրացում կա Անդրանիկ, այս առնչությամբ խնդրեմ։ Ուղղակի նշեմ, որ բոլոր իրադարձությունները, որի մասին խոսվեց, դրան մենք էլ ենք անդրադարձել եւ մեր համար հատկապես հատկանշական էր այն հանգամանքը, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պահանջով 6 բարձրաստիճան պաշտոնյաներ միաժամանակ հրաժարականի դիմումներ կայացրին եւ այստեղ հատկապես կարեւոր է այն հանգամանքը, որ այս պաշտոնյաների թվում էր նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։ Այս հանգամանքը մեր համար հատկանշական էր, որովհետև սրանից ենթադրվում է, որ դատական համակարգը եւս ազդվում է կառավարության կողմից կամ կառավարության ղեկավարի Հայաստանի Հանրապետության վարչապետի անձնական որոշումների կողմից։ Սա մեր կարծիքով բացասական ազդեցություն կարող է ունենալ դատական համակարգի անկախության վրա, նաեւ հաշվի առնելով, որ այս համակարգը եւ այս ոլորտը Հայաստանում հատկապես թերի է, եթե մենք նայենք բոլոր գնահատականներին, թեև այսպես առանձին մասերով գնահատական դեռևս չեն հրապարակվել, բայց այստեղ Հայաստանը ամենացածր դիրքերում է։
Լրացում այդ մասով անեմ, հատկապես Մարտիրոսյանի դատական խորհրդի նախագահի պաշտոնանկությունը լուրջ լրջագույն խնդիր է իշխանությունների տարանջատման սկզբունքի տեսանկյունից, որովհետև փաստացի տեսնում ենք, որ դատական համակարգը գործադիրից որպես այդպեսին առանձնացված չէ։ Եվ ցանկացած դատավոր դժվար է պատկերացնել ինչպես է իրեն ազատ զգալու, եթե շատ Ես չեմ ուզում կրկնել այն տարբեր մեսիջները, որոնք մամուլում էին պտտվում, բայց հնարավոր է, որ փաստացի մեկ նամակի միջոցով, հաղորդագրության միջոցով կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձիկ իրենց լիազորությունները, իրենց ձևական ծածկոդիումի միջոցով դադարեցնեն եւ մենք չունենանք տեղեկություն, ինչն էր պատճառը, ինչ խնդիրներ կար, որ գոնե նոր նշանակվողները որոշակի պատկերացում կազմեն, թե ինչը պետք է բարելավել նմանատիպ ճակատագրից խուսափելու համար։ Իսկ այստեղ հանրային պահանջը այդ տեղեկությունը ստանալու, ինչպես է գնահատում, կամ ընդհանրապես քաղաքացիական հասարակության պահանջը կամ պայքարը, նշում եք, որ ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, Ինչ է անում քաղաքացիական հասարակությունը եւ ընդհանրապես կառավարություն, քաղաքացիական հասարակություն այդ համագործակցությունը ինչպես է գնահատում, դա եւս հետընթաց է։ Շնորհակալություն Լիլիթ, շատ կարևոր հարց եք բարձրացնում, որովհետև քաղաքացիական հասարակությունը Հայաստանում շատ դժվարին process-ում է հիմա հայտնվել, ցավոք սրտի, որովհետև 18 թվականից եթե վերցնենք եւ նաեւ 20 թվականը մենք կարծես երկակի դեր ենք ստանձնել մի կողմից ներքին process-ներին ակտիվ մասնակցություն, մյուս կողմից արտաքին, որովհետև ակնհայտորեն մենք հայտնվել ենք այնպիսի զարգացումների կիզակետում, որը պահանջում է նաեւ ակտիվ մասնակցություն advokացիա նաեւ արտաքին գործընթացներում եւ ցավալիորեն պետք է նաեւ նշել, որ 18 թվականի փոփոխություններից հետո որոշակիորեն ինչը եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ էլ ունի, որոշակիորեն նաեւ քաղաքասարակության դաշտը որպես այդպեսի նվազեց, որովհետեւ տարբեր անձինք մասնակիցներ մաս կազմեցին նաեւ կառավարության խորհրդարանին, ինչը ես նորմալ եմ գնահատում, դա որևէ ձև չի կարող գնահատվել կամ որակվել, բայց այդ մարդկանց հարող կառույցներ, կազմակերպություններ որոշակի նաև իրենց գործունեության փոփոխություն արձանագրեցին, ինչը չէր կարող չազդել ընդհանուր քաղաքասարակության գործունեության, արդյունավետության եւ ակտիվության վրա։ Հիմա դառնալով ընթացիկ process-ներին, գիտեք, մի հատ process է ստեղծվել, որ մենք շարունակ կարծես վազում ենք կառավարության հետևից, կան օրենսդրական փոփոխություններ, process-ներ, շատ հաճախ մենք post-factum ենք տեղեկանում այդ զարգացումների մասին, ունեն գործիքակազմեր հայտարարությունների տեսքով, օրենսդրական փոփոխություններին առաջարկությունների կարծիք ներկայացնելու միջոցով փորձել կանգնեցնել, կասեցնել այդ process-ները, բայց մի պահ է գալիս, երբ այդ ջրբաժանը այնքան մեծ է եւ post-factum դու չես կարողանում, որ ռեսուրսը ինքնին քաղաքասարակության այլևս չի բավականացնում։ Եվ այստեղ մի կողմից պետք է արձանագրենք առաջացած այդ գեփը տարածքը քաղաքասարակության, բացը քաղաքասարակության կառավարության միջև, որովհետև շատ հաճախ նույնիսկ նկատելի է այն կառույցները, նախարարություններ, մարմիններ, որտեղ կա լավ արդյունավետ երկխոսություն, կապված է անձանցից։ Դա ինստիտուցիոնալ չէ։ Եվ եթե անձի փոփոխություն է տեղի ունենում ինչ-որ կառույցում, այդ երկխոսությունը կարող է դադարեցվել, Մյուս կողմից կա նաև մասնակցության արդյունավետության խնդիր, որովհետև մենք կարող ենք ներկայացնենք ինչ-որ process-ի վերաբերյալ կարծիքը, առաջարկությունը, որը բավականին տրամաբանական ողջամիտ լինի, բայց որևէ պատասխան արձագանք, ինչու է մերժվում, կամ ինչու այս քանակով process-ներին առաջարկներ ներկայացվելուց այսքանը ընդունվում են, այսքանը չէ, մենք որպես այդպիսին արձագանք չենք ստանում եւ բնականաբար դա մի կողմից նաեւ այդ կառավարման որակի մասին է խոսում, մյուս կողմից քաղաքասարակություն պետություն հարաբերությունների որակի փոփոխության։ Շնորհակալություն, եթե անդրադառնանք, քանի որ բավական շատ են բաղադրիչները, խոսքի ազատությանը եթե անդրադառնանք, հիմնակարն է, ժողովրդավարության, ինչպես եք գնահատում խոսքի ազատությունը եւ նաեւ եթե տարանջատենք ընդհանուր մեդիայի ազատությունը կա, այս առնչությամբ խնդրեմ։ Շնորհակալություն, ես ուզում եի հենց հավելել նախորդ խոսնակի ասացին, որ կառավարության հետ համագործակցությունը, քանի որ բացի զեկույցները կազմելուց, մենք նաև Հայաստանում իրականացնում ենք ծրագիր, որը հենց մեդիայի ուղղությամբ է։ Հայաստանում կարծես թե այդ համագործակցությունը հասարակական կազմակերպությունների եւ կառավարության հետ
տարբերվում է ոլորտային առումով, այսինքն կախված նրանից թե ինչ ոլորտում է աշխատանքը տարվում, ով է այդ ոլորտի հիմնական պատասխանատուն, համագործակցությունը կարող է լինել կամ շատ դրական, շատ լավը կամ շատ բացասական։ Մեդիայի հետ կապված մենք նախորդ տարվա ընթացքում եւ դրանից առաջ էլ երկար ժամանակ համագործակցել ենք Արդարադատության նախարարության հետ եւ պետք է ասեմ, որ ունեցել ենք շատ լավ համագործակցություն, երկար քննարկումների արդյունքում կազմել ենք օրենսդրական նախագիծ, օրենսդրական նախագծի կազմման process-ը եղել է շատ մասնակցային, դրանում ներգրաված ենք եղել ոչ միայն մենք որպես միջազգային կազմակերպություն, այլ նաև տեղական հասարակական կազմակերպությունները։ Արդյունավետ մասնակցային։ Այո, արդյունավետ իմաստալից մասնակցություն ենք ունեցել եւ հուսով եմ, որ օրենսդրական նախագիծը շուտով կընդունվի ազգային ժողովում։ Մեդիա ազատությունների մասին խոսելիս եւ խոսքի ազատության մասին խոսելիս, ըստ մեր դիտարկումների Հայաստանում խոսքի ազատությունը ամենամեծ առաջխաղացումն է ունեցել հենց հեղափոխությունից հետո։ Սա այն ոլորտն է, որտեղ մեր երկրում այսպես մեծ թռիչքային առաջխաղացում եղավ եւ կարծես թե խոսքի ազատության պաշտպանությունը մեր երկրում այն ոլորտն է, որը քիչ թե շատ շարունակում է լինել բաց տարածք, որտեղ քաղաքացիները կարող են խոսել, քննարկել երևույթներ, իրադարձություններ, քննադատել իշխանություններին, բայց միևնույն ժամանակ ես կուզեմ առանձնացնել մի քանի դեպքեր, որոնք զեկույցի կազմման process-ում մեր ուսումնասիրության առարկան են եղել, առաջինի մասին հստակորեն խոսեցինք, դա հավաքների ազատությունն էր եւ ոստիկանական բռնությունները, բայց նաեւ ուզում եմ խոսել նրա մասին, որ տեղի ունեցան մի շարք անհատ իշխանության ներկայացուցիչների կողմից թիրախավորումներ հենց մեդիայի նկատմամբ, եթե կհիշեք, նաև Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետը Տիգրան Ավինյանը խոսելով մեդիաների մասին անվանեց, եթե չեմ սխալվում, աղբակույտ, միգուցե բառը սխալ հիշեմ, ինչպես նաև բազմաթիվ հայցեր են բերվել Տիգրան Ավինյանի կողմից Civilnet-ի նկատմամբ, բայց նաև իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից մեդիաների նկատմամբ։ Խորքում այս դատական process-ները իհարկե որևէ խնդիր իրենցից չեն ներկայացնում, որովհետև դատարան դիմելը դա ժողովրդավարության կարևոր բաղկացուցիչներից մեկն է եւ ազատ դատարանների գործունեությունը Հայաստանում շատ կարևոր է, որ դրանք լինեն եւ այս աղբյուրը գոյություն ունենա երկրում, բայց միևնույն ժամանակ պետք է փաստել, որ երբ որ բազմաթիվ դիմումներ են լինում դատարան մեդիայի կողմից հաղորդումները ապատեգատվություն որակելու համար, զրպարտություն որակելու համար, սրանք կարող են ազդել նաև խոսքի ազատության վրա եւ հանգեցնել նրան, որ մեդիաները սկսեն զբաղվել ինքնագրաքննությամբ։ Սա հանգամանք է, որը երկար ժամանակ մենք դիտարկել ենք Հայաստանում, այն որ ոչ միայն մեդիաները, այլ նաև քաղաքացիները եւ իրավապաշտպանները զբաղվում են ինքնագրաքննությամբ, այսինքն կան բաներ, կան անձինք, որոնք որ մարդիկ վախենում են քննարկել կամ հանրային չեն խոսում դրա մասին եւ այս դատական գործերը բացասաբար կարող են ազդել այս երևույթների վրա։ Մի շարք նաեւ այլ դեպքեր տեղի ունեցան Հայաստանում, որոնք կարծում եմ, որ կարող են ազդել խոսքի ազատության վրա եւ սա հատկապես նորից Հայաստանի Հանրապետության վարչապետի դրդմամբ երկու պատգամավորների կողմից իրենց մանդատները վայր դնելու պահանջներ եւ սրա հետևանքով նաեւ այդ պատգամավորներից մեկի անձնական կյանքի հետ կապված տարբեր գաղտնի կամ անձնական հարցերի հրապարակումներ, ընդ որում դրանց մի մասը կարծես թե մենք չենք կարող դատավոր լինել, մի մասը ճիշտ էր, մի մասը սխալ միգուցե, բայց ամեն դեպքում սրանք երևույթներ են, որոնք մեծապես կարող են ազդել խոսքի ազատության տարբեր դրսևորումների վրա։ Շնորհակալություն Հասմիկ ձեր գնահատականը խոսքի ազատության մասով, նաև կխնդրեմ ինչ որ գնահատականը տալ նաև այն համատեքստում, որ բազմաթիվ նաև քրեական գործեր են, հա։ Ես հենց դրան էլ ուզում էի անդրադառնալ, շնորհակալություն։ Տեսեք, 2010 թվականից հետո իրապես խոսքի ազատության մասով կար որոշակի տենդենս ազատությունների սպեսանդայնման մասով եւ պաշտպանության ավելի լայն հնարավորության, որովհետեւ եւ ընդ որում պետք է արձանագրենք, որ դա ոչ թե իշխանության կողմից ձեռնարկված ինչ որ կոնկրետ գործողության արդյունք էր կամ վաստակ կոնկրետ ինչ որ ռեֆորմների առումով, այլ քաղաքական լայնամասշտաբ process-ներ, որի պարագայում երկրում իրավիճակ էր փոխվել, հասարակությունում իրավիճակ էր փոխվել։ Բայց ժամանակի ընթացքում մենք տեսնում ենք, արձանագրում ենք այս առումով հայտնած եւ վտանգավոր զարգացումներ
զարգացումներ։ Ես այստեղ պիտի նախ հիշեցնեմ նաև 21-22 թվականին տեղ ունեցած զարգացումները զրպարտության քրեականացման հետ կապված, որի արդյունքում մենք թեպետ եւ տեղական մակարդակով քաղաքասարակության փորձագետների կողմից ներկայացվում էր դրա ռիսկերը, առաջարկները ներկայացրեցինք, թե ինչքան դա վտանգավոր է, բայց այնուհանդերձ փոփոխությունները կատարվեցին, ուժի մեջ մտան եւ շատ կարճ ժամանակում, նույնիսկ 1 տարի չէր անցել, 8-9 ամսվա ընթացքում մենք ունեցանք կտրուկ քրեական գործերի աճ։ Հետագայում միջազգային կառույցների նաև հորդորի արդյունքում ապաքրեականացում տեղ ունեցավ, բայց ցավոք սրտի տենդենսները շարունակում են, որովհետև մենք առնվազն 23 եւ 24 թվական եւ այս տարի էլ մի քանի դրվագով ականատես են եղել վտանգավոր շատ զարգացումների, երբ խոսքի ազատության, ազատ խոսքի իրացման համար, որը ատելության խոսք չի հարում դերևս դրան, քրեական պատասխանատվության եւ քրեական գործիքակազմի կիրառում է տեղի ունեցել։ Դրանք բոլորը հայտնի դրվագներ են, մամուլում շատ շրջանառվել է եւ սա վտանգավոր է, որովհետեւ ազատ խոսքը, նույնիսկ եթե այն ցենզուրայից դուրս է գալիս, եթե շոկային է, վիրավորական է, քաղաքական սուր քննադատություն է, չի կարող հանգեցնել քրեական պատասխանատվության։ Սակայն Հայաստանի Հանրապետությունում մենք արդեն քանի դրվագով, քանի դեպքով արձանագրում ենք, որ նման իրավիճակում տեղի ունենում քրեական հետապնդում, նույնիսկ եթե դրանք չեն շարունակում, բայց տենդենսը այնպիսին է, որ փորձ է արվում ճնշել, որպեսզի նմանատիպ զարգացումներ հետագայում տեղի չունենան եւ ճնշել զուտ այն անձանց, ովքեր խոսում են, ազատ քննադատում են եւ ինչ որ process-ներ։ Եվ ես ելի ուզում եմ նշել, անկախ նրանից դա մեզ դուր է գալիս, վիրավորական է, շոկային է, ինչպիսին է, ազատ խոսքը կոնվենցիայի համանդրության ամբողջ տրամաբանություն եւ իմաստն է, որ պիտի պաշտպանված լինի եւ քրեական պատասխանատվության չհանգեցնի, մենք կարող ենք այլ գործիքակազմեր կիրառվել, քաղաքացիական օրինակ, եթե տեսնում ենք, որ այդ սահմանը անցել է, բայց քրեական գործիքակազմերի կիրառումը ծայրահեղ վտանգավոր է եւ ծայրահեղ դեպքերում է, որը մենք մեր իրականության մեջ դեռևս չենք տեսել, որ բանը հասներ այդ ատելության խոսքի, օրինակ պատերազմի, բռնության քարոզի, ռոպագանդայի, չգիտեմ, եւ այլ դեպքեր, որը կարդարացներ քրեական գործիքակազմերի կիրառումը, բայց հակառակը ցավոք սրտի նկատվել է։ Ինչու՞։ Ձեր կարծիքով ինչ գործոններ են քաղաքական։ Ես նշեցի նաև, տեսեք, այստեղ հենց այս ինդեքսի գնահատման կարևոր չափանիշներից մեկն է, ցավոք սրտի մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում շատ անառողջ քաղաքական մշակույթ եւ իրականություն, որտեղ մի կողմից թեպետ կա քաղաքական գործունեության ազատություն, բայց այնքան բևեռացված եւ ծայրահեղացված է եւ սև ու սպիտակի բաժանում, որ տեղի ունենում զուտ ոչնչացում եւ ինքնաոչնչացում։ Եվ այս պարագայում ես նախորդ խոսքում նշեցի, խոսքի կիրառումը, որը փոքր-ինչ կանցնի սահմանը վիրավորական կթվա մյուս կողմի համար, միանգամից գործի է դրում հենց այդ ոչ թույլատրված քրեական գործիքակազմը, որը տվյալ իրավիճակում չի թույլատրում եւ դա վտանգավոր է, որովհետեւ գիտեք, մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ շատ արագ կարող են նմանատիպ փոփոխություններ էլի տեղի ունենալ։ Եվ հիմա էլ ստիպված մյուս կողմը պիտի պաշտպանության կարիք զգա նույնանման գործիքակազմերի կիրառումից եւ անընդհատ այդ ցիկլից մենք չկարողանանք դուրս գալ, չկարողանանք ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որ քաղաքացիական ազատությունները իրապես պաշտպանված լինեն։ Սա ստեղծում է անընդհատ ինչ որ կրկնվող ցիկլ, երբ որ մեկը ունի իշխանություն, տանում է դա չարաշահման իշահ իր նպատակների, իր շահերից ելնելով, մյուսը փոքրամասնությունը ընդհանուր պիտի պայքարի այդ ամեն ինչին հասնելու համար եւ տեղերով փոփոխությունը շատ արագ կարող է տեղ ունենալ, իսկ ով է դրանից դժում հասարակությունը, պետությունը որպես այդպիսին։ Ես կուզեմ հավելեմ նրան ինչ որ ասվեց, իմ կարծիքով այս բոլոր նաեւ հետադիմական նախագծերի, որի մասին որ խոսվեց, քրեական գործերի եւ այլն, ինչպես նաեւ ծանր վիրավորանքի օրենքը, որը ներկայացվեց, հետագայում հանվեց քրեական օրենսգրքից, իմ կարծիքով այս բոլոր իրադարձությունների կատալիզատորը դա 2020 թվականի պատերազմն էր եւ դրան հետեւող իրադարձությունները, եթե ուսումնասիրենք, թե ինչը հանգեցրեց նրան, որ իշխանությունները այսօր զբաղեցնեն շատ ավելի պաշտպանական դիրք հասարակության հետ հարաբերություններում եւ փորձեն հնարավորինս իրենց պաշտպանել քննադատական խոսքից, վիրավորանքից, զրպարտանքից։ Իհարկե,
ուզում եմ շեշտել, որ վիրավորանքը եւ զրպարտանքը ամեն դեպքում սրանք բացասական երևույթներ են, բայց միևնույն ժամանակ կան բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ, մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներ, որոնք փաստում են, որ իշխանությունները պետք է պատրաստ լինեն այդ քննադատություններին եւ երբեմն այդ քննադատությունները կարող են դրսեւորվել անգամ վիրավորանքների տեսքով։ Մեր զեկույցի ուսումնասիրության շրջանակում նաև այն է, թե ինչ նշանակումներ են իրականացնում իշխանությունները։ Եվ մենք նաև դիտարկում ենք այն, որ Հայաստանում, հատկապես նորից պատերազմից հետո վերջին տարիներին իշխանությունը սովորաբար կարևորագույն պաշտոններին նշանակում է իր լոյալիստներին, այսինքն մարդկանց, որոնց իշխանությունը վստահ է, որ ինչ որ պահի նրանք չեն փոխելու իրենց քաղաքական դիրքորոշումը, չեն շրջվելու իշխանությունների դեմ։ Սա նորից կարծում եմ սրա պատճառը այդ պաշտպանական դիրքավորումն է, որ իշխանությունները Հայաստանում բռնել են, բայց միևնույն ժամանակ սրանք երևույթներ են, որ ազդում են ժողովրդավարական զարգացման վրա, որովհետև այսինքն հիմնական նշանակման պատճառը եւ հիմքը ոչ թե մասնագիտական կարողություններն են, այլ լոյալությունը իշխանություններին, լոյալությունը իշխող քաղաքական ուժին։ Եվ սրանք բաներ են, որոնց պետք է մեծապես ուշադրություն դարձվի, սրա հետ կապված մենք բազմաթիվ անգամ խոսել ենք եւ հայտարարություններ ենք արել նաեւ ես հիշում եմ նախորդ մեր կողմից կազմակերպված ժողովրդավարության ֆորումի ժամանակ ես հարցրի սրա մասին Հայաստանի Հանրապետության վարչապետին, թեև ինքը չհամաձայնվեց, որ կա նման երևույթ Հայաստանում, բայց կարծում եմ, որ թե հասարակական կազմակերպությունները եւ թե քաղաքացիները առհասարակ տեսնում են, որ այս տենդենսը կա, բայց այդ պաշտպանական դիրքավորումը իմ կարծիքով սխալ դիրքավորում է եւ բերել է լճացման եւ ժամանակի հետ միասին բերելու է այս ժողովրդավարական նորմերի քայքայմանը։ Շնորհակալ եմ, այսպեսի մի հարց, դուք նշեցիք, որ վարչապետը չհամաձայնեց, այ հետաքրքիր է, ինչ է կարծում, ընկալումը ժողովրդավարության իշխանության կողմից եւ քաղաքացիական հասարակության կողմից փոխվել է, ինչպես եք մեկնաբանում դա։ Որովհետև որպես դրացում նշեմ, որ պարբերաբար նշվում է, որ այդուհանդերձ Հայաստանը բռնել է ժողովրդավարացման ճանապարհը, հա, բայց տեսնում ենք, որ զեկույցները ընդհանուր իրավիճակը տեսեք, այստեղ շատ վտանգավոր իրավիճակ է իրականում ստեղծվել, որովհետև ինչու եմ ասում վտանգավոր, որովհետև ի սկզբանե հաշվի առնելով այն փոփոխությունները լայնածավալ, որ տեղի ունեցան 18 թվականին, հասարակության մեջ եւ քաղաքասարակության համար ստեղծել էին շատ ավելի մեծ ակնկալիքներ, եւ դա էր հենց նպատակը։ Իշխանության համար կարծես թե ընկալումները այլ էին եւ դա ժամանակի ընթացքում փոխվեց։ Ավելի կա պաշտպանողական դիրքավորում եւ ես ինչու եմ ասում նա վտանգավոր, որովհետեւ շատ հաճախ Հայաստանի գնահատման դիրքի համեմատությունը տեղի է ունենում տարածաշրջանում այլ երկրների հետ համեմատությամբ եւ մենք ցավոք սրտի շրջապատված ենք այնպիսի երկրներով, որոնք ցույց են տալիս շատ ավելի բացասական պատկեր եւ այն եզակի երկրներից մեկը Վրաստանը, որը անցնում էր նույնանման ճանապարհը եւ այստեղ Հայաստանը պիտի շատ զգույշ լինի, որպեսզի չբռնի նույն ճանապարհը, բայց կարծես թե բարեփոխումների լճացման այս ներկայիս փուլը հենց խոսում է նման ճանապարհի մասին։ Վրաստանն էր, որ կարող էր մեզ փոքր ինչ որպես տարածաշրջանում համեմատական ողջևորել, բայց մենք տեսնում ենք այնտեղ նույնպես զարգացումները ինչպիսին են եւ որ կարող են տանել եւ Հայաստանի իշխանությունները եւ շատ այլ անձինք, ոչ միայն իշխանությունները, շատ հաճախ մտնում են, որ տեսեք, մենք համեմատած այլ երկրների հետ ինչպիսի լավ դիրք ունենք, ինչպիսի լավ տենդենսներ ենք ցույց տալիս, բայց մենք չպետք է համեմատվենք Բելարուսի, Ադրբեջանի, Ռուսաստանի կամ արևելյան գործընկերության այլ երկրների հետ, մենք պիտի փորձենք պահենք այն դիրքը, որը ունենք մենք օրինակ Մոլդովայի կամ Ուկրաինայի հետ համեմատությամբ, որովհետև այստեղ դրականն է պիտի նշենք, օրինակ 2 տարի առաջ արևելյան գործընկերության ինդեքսով Հայաստանը մի շարք հարցերով նույնիսկ ավել էր Մոլդովայից եւ Ուկրաինայից, այն դեպքում, երբ որ նրանք ԵՄ անդամակցման գործընթացը սկսել էին արդեն, բայց մենք տեսնում ենք այստեղ նույնպես դիրքերի փոփոխություն։ Ինչին եմ ես տանում, իշխանությունների համար պիտի առաջնային լինի ոչ թե ում հետ ենք համեմատվում եւ ումից ենք առաջ, այլ ինչքանով է մեր բռնած ուղին ծառայում Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների պաշտպանությանը, որակյալ կառավարմանը եւ ընդհանուր ժողովրդավարության տենդենսների բարելավմանը։ Շատ լավ, եւ եթե ամփոփ
Եթե ամփոփենք քննարկումը, հետաքրքիր է այսպիսի զեկույցները ինչ ազդեցություն են ունենում, ընդհանրապես իշխանությունը հաշվի առնվում է իշխանության կողմից, զեկույցներում տրված գնահատականները, եթե նաև նկատի առնենք, որ երկրորդ տարին անընդմեջ փաստորեն հետընթաց է, արձանագրվում ժողովրդավարության, եւ ինչ պետք է անի իշխանությունը, որպեսզի վարքագծի փոփոխություն տեղի ունենա, այդ բարեփոխումները լճացումից դուրս գան, դուք նաև հասմիկ ձեր խոսքում նշեցիք, որ եթե այսպես շարունակվի, կգնանք դեպի ավտորիտար ռեժիմ, Այո, ինչ պետք է անի իշխանությունը, եթե հակիրճ ներկայացնենք, որպեսզի այդ սխալը թույլ չտա, եւ արդյոք այս զեկույցները ազդեցություն ունենում են, խնդրեմ։ Ես կարճ կպատասխանեմ, բայց հիշեցի մի դրվագ հետաքրքիր, երբ նախորդ տարի 23 թվականի զեկույցը Freedom House-ի հրապարակվեց, իշխող ուժի падգամավորներից մեկը հայտարարել էր, որ Freedom House-ը չէ, որ պետք է մեզ գնահատի որպես ժողովրդավար կամ ոչ ժողովրդավար։ Սա կարևոր է արձանագրել, որովհետև տեսեք, եթե լավ է, դա կարելի է օգտագործել, եթե վատ է, որևէ պատասխանատվություն։ Նաև հիշեցնենք, որ 2023-ին, եթե չեմ սխալվում, երբ արդեն դրական էր, այո, դա էսենց դա նկատի ունեմ, բայց ախր հենց սա է կառավարման որակի մասին խոսում, պետական ինստիտուտների որակի, պաշտոնյաների դիրքավորման եւ ինչքանով են ընկալում, գիտակցում եւ ծառայեցնում այդ հնարավորությունը ընդհանուր process-ների առավել բարելավման համար։ Հիմա եթե ինչ-ինչ պատճառներով ընդհանուր տենդենսի արդյունքում, այդ լայնածավալ քաղաքական փոփոխությունները 19-20-21 թվականին մենք ունեինք շատ լավ պատկեր, դա կարծես թե օգտագործվում էր իշխանությունների կողմից որպես իրենց գործողությունների արդյունք, հենց նկատվեց բացասական որոշակի տենդենսներ, գնում է քննադատություն այդ զեկույցների եւ կառույցների նկատմամբ։ Սա բացարձակ անընդունելի մոտեցում է։ Եվ իշխանությունը ինքը պիտի շահագրգռված լինի, որպեսզի գնահատականները լինեն բարձր եւ այդ գնահատականները չլինեն ձևական։ Այդ գնահատականներից բխող իրականությունը լինի իրապես իրական, որը կհանգեցնի քաղաքացու կյանքի, ամենօրյա կյանքի որակի փոփոխության եւ չմոռանանք, որ մենք ունենք առաջիկայում ընտրական տարի, ինչը շատ առանցքային է լինելու։ Հիմա առավել քան երբեք իշխանությունները պիտի կենտրոնացնեն բոլոր ջանքերը, խոսք տված այն բոլոր բարեփոխումները, որոնք ծախեղել են որոշակի ձևով, իհարկե չեմ հավատում, որ այս կարճ ժամանակում մենք կարողանանք ինչ-որ բան անել, բայց նաև դա չպիտի լինի արհեստական ինչ-որ մի բան համոզելու կամ ապացուցելու համար։ Ընդհանուր կառավարման որակի փոփոխությունը եւ օրենսդրական փոփոխությունները այնպեսին պիտի լինեն, որ տանեն բոլորիս ինչ-որ լավ տեղ, որպես ժողովրդավարեցման արդյունք, որը կամրապնդի դիրքերը։ Հակառակ դեպքում, ինչպես այստեղ էլ նշվեց, մենք իսկապես հիբրիդային գոտում գտնվել երբ որ դու 1, 2, արդեն 3-րդ տարին լճացման փուլում ես գտնվում, դա իսկապես կարող է կամ երկարաժամկետ process-ները սառեցնել, կամ շատ ավելի վատ տեղն է ստանել։ Մի փոքր անդրադառնամ նաև նախորդ հարցին կապված նրա հետ, թե ինչ ենք մենք հասկանում ժողովրդավարություն, ասելով կամ իշխանություններ եւ քաղաքացիներ, իմ կարծիքով Հայաստանում առհասարակ մենք ունենք շատ սնանկ քաղաքական միտք եւ քաղաքացիական գիտակցություն նրա հետ կապված, թե ինչ նպատակ ունենք մենք Հայաստանի Հանրապետության հետ կապված, ինչպես ենք մենք պատկերացնում ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում եւ թե ինչ է ժողովրդավարությունը առհասարակ։ Ես նորից հիշում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի ելույթներից մեկը, որտեղ ինքը խոսում էր գաղափարախոսությունները մեր համար կարևոր չեն, մենք գաղափարախոսություններ չունենք, բայց իմ կարծիքով գաղափարախոսությունները շատ կարևոր են, որովհետև դրանք նախանշում են, թե ուր է գնալու երկիրը եւ թե ինչ կառավարում ենք մենք ունենալու։ Մենք մինչև հիմա կարելի ասել այսպես ազգային գաղափարախոսություն, քաղաքական համակարգի առումով ազգային գաղափարախոսություն, կարծես թե չունենք եւ չեն կարողացել ձևավորվել որպես հանրություն, եւ եթե մենք հարցում անենք փողոցում 5 հոգ հարցնենք ինչպես են պատկերացնում ժողովրդավարությունը կամ ինչ է ժողովրդավարությունը, կստանանք 5 տարբեր պատասխաններ եւ եթե դրանցից որևէ մեկը աղերս չունենա ժողովրդավարության հետ, որովհետեւ նորից իմ կարծիքով Հայաստանում կրթական համակարգը ցախողել է, ձևավորել քաղաքական միտք եւ ձևավորել այնպիսի հանրություն, որը կունենա գիտակցություն այս արժեքների մասին։ Եվ ձեր վերջին հարցին, թե ինչպես են իշխանությունները վերաբերում այս զեկույցներին, ես կարող եմ իմ տեսակետը հայտնել եւ իմ անձնական փորձառությունը, որ իրականում
հենց այն զեկույցները, որ Freedom House-ը հրապարակում է, մեծ ուշադրություն են արժանում Հայաստանի իշխանությունների կողմից, դրանք մեծապես սպասված են Հայաստանում եւ շատ մանրակրկիտ ուսումնասիրվում են։ Կա նաեւ ձևավորված խորհուրդ, որը ուսումնասիրում է այս բոլոր միջազգային զեկույցները եւ փորձում է կառավարության շրջանակներում փորձում է որևէ կերպ դրանք արձագանքել կամ դրանցում նշված խնդիրները հասցեագրել։ Չեմ կարող ասել, որ այդ խորհուրդը իրականում աշխատում է հաջողությամբ եւ հաջողություններ է գրանցում, որովհետեւ նորից որևէ փոփոխություններ վերջին տարիների ընթացքում այս ոլորտում չեն գրանցում, բայց միևնույն ժամանակ ինձ թվում է, որ այս միջազգային կազմակերպությունների զեկույցները շատ կարևոր են եւ պետք է շարունակեն հրապարակվել եւ անդրադարձ կատարվել Հայաստանին, որովհետեւ սրանք են փաստումն են, թե ինչ իրադարձություններ են տեղի ունենում Հայաստանում եւ Հայաստանին տալիս են որոշակի միջազգային ճանաչելիություն, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը դրա կարիք այսօր նաեւ անվտանգային խնդիրները հաշվի առնելով շատ ունի։ Ինչ կարող են անել իշխանությունները։ Երևի իմ առաջին խորհրդատվությունը կամ խորհուրդի իշխանություններին կլինի հնարավորինս փոխել այն ռազմավարությունը, որի մասին էլի անդրադարձա լոյալիստներին նշանակելու ամենակարևոր պաշտոններում եւ շարունակել իմաստալից փոխհամագործակցություն քաղաքացիական հասարակության հետ, որովհետեւ քաղաքացիական հասարակության ներսում մենք ունենք հսկայական ներուժ, հսկայական գիտելիքներ, որոնք կրթություն են ստացել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս եւ փոխգործակցությունը, իմաստալից փոխգործակցությունը միայն կօգնի Հայաստանին առաջ տանել եւ զարգացնել այս բարեփոխումները։ Շնորհակալ եմ հարգելի բանախոսներ։ Հիշեցնեմ, մեդիակենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Ինչու է Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց ապրում» թեմայով։ Մեր բանախոսներն էին Հասմիկ Հարությունյանը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ, եւ Անդրանիկ Շիրինյանը, Հայաստանում Freedom House իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ։ Շնորհակալ եմ, հաջողություն։